My name is Robert Amsterdam, and I'm International Counsel to Samuel Karapetyan. Իմ անունը Ռոբերտ Ամստերդամ է, ես ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանն եմ։ Երեկ նրա տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց եւս 3 ամսով։ Կրկին, ինչպես բոլորս գիտենք, այս մեղադրանքներն արտացոլում են Փաշինյանի վարչակազմի անկայունությունն ու վախը։ Նրանք պարզապես ցանկանում են սահմանափակել Սամվելի հնարավորությունը դուրս գալ փողոց, հանդիպել իր ապագա ընտրողների հետ եւ Հայաստանին տալ այն հույսը, որի կարիքն այսօր երկիրն այդքան զգում է։ Constituents and provide Armenia with the hope it so desperately needs. 15 more individuals were arrested yesterday. Երեք դատարանի շենքի մոտ ձերբակալվել է ավելի քան 15 անձ, դրանից առաջ խուզարկել էին եւս 14-15 հոգու։ Եկեք նաեւ հստակ արձանագրենք, ընդդիմության առաջնորդը չի կարող նախընտրական քարոզարշավ անել եւս 90 օր, ինչը փաստացի նրան մեկուսացնում է պայքարից, թեև բարեբախտաբար նրա անունից բազմաթիվ նվիրյալ մարդիկ եւ համակիրներ կշարունակեն քարոզչությունը։ Will be campaigning. And all of this based on his defense of the Armenian Apostolic Holy. Եվ այս ամենը հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության համար, եկեղեցու, որը պարոն Փաշինյանը փորձում է վերափոխել, հեռացնելով կաթողիկոսին եւ ըստ էության իրեն նշանակելով եկեղեցու առաքյալի դերում։ Apostle of the church, essentially. Թույլ տվեք հստակ լինել։ Փաշինյանի կողմից ուժեղ Հայաստանի շուրջ կեղծ թեզեր են հյուսվում, քանի որ նա ամեն գնով փորձում է օգտագործել պետական ռեսուրսները սեփական ընտրական պարտությունից փրկվելու համար։ Նա պատրաստվում է համակցել վարչական ռեսուրսների չարաշահումը, ներգրավելով ոստիկանությանը եւ բոլոր հնարավոր օղակները, իսկ հետո պարզապես փորձելու է սպիտակեցնել կատարվածը։ Նա չարաշահում է վարչական լծակները, ներգրավում ոստիկանությանը, իսկ հետո փորձում այդ ամենը ներկայացնել որպես ժողովրդավարություն, Եվրամիության լուռ համաձայնությամբ։ Մենք արդեն, ինչպես դուք բոլորդ արդեն գիտեք, դիմել ենք Եվրամիությանը եւ շարունակելու ենք բարձրաձայնել նրանց կողմնակալության մասին, թեև վստահ եմ, որ կան այլ երկրներ եւս, որոնք ճնշում են գործադրում, օրինակ Ադրբեջանն ու Ռուսաստանը, սակայն այս ընտրությունների արդար անցկացմանն ավելի շատ վնաս ուրիշ ոչ ոք չի հասցնում, բացի սեփական ուժերին չվստահող եւ անկարող վարչապետ Փաշինյանը։ Այս խայտառակ վարքագիծը միջազգային հանրության կողմից պետք է խստորեն դատապարտվի, այլ ոչ թե քողարկվի ու խրախուսվի։ Մենք այս ուղերձը կհասցնենք Վաշինգտոն ու Բրյուսել, իսկ Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում ընտրության օրը գնալ եւ քվեով հեռացնել անպատասխանատու ղեկավարին։ In Armenia to ensure that when the time comes for the vote, they get out and vote this fool out of office. Thank you. Շնորհակալություն։